կառավարումը ունի նրբություններ եւ մենք էլ սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Իսկ վարչապետ Փաշինյանը միայն անցած տարի ու միայն մեկ կիսամյակի համար մոտ 14 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Հետքին այս տեղեկությունը կառավարությունից են հայտնել։ Պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Մոտ 1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Փաշինյանը, որ իրեն համարում էր Հայաստանի 3 միլիոն վարչապետերից մեկը, այսօր բացատրել է, ինչու են ինքն ու մյուս պաշտոնյաները արժանացել մի քանի միլիոնանոց պարգևավճարների։ Պարզվում է, այսպես նաև իրենք կոռուպցիոն գայթակղություններն են զսպում։ Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է։ Շատ էականորեն է փոխվում եւ Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ մրցակցություն է առաջանալու Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ներդրումային ծրագրեր եւ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ եւ մենք այդ թվում պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։ Եթե մեզանում կա մտայնություն, որ թալանչին պոզով պոչով, չաղ մեծ գլխով մարդ է, չէ, ինչ որ ոսկե շղթաներով, թալանչին նաև այդ ձևի ալնեմ։ Հեղափոխությամբ եկած, որ դառնա թալանչի, սովորական թալանչի։ Կոռուպցիան ու թալանը հոպոզով պոչով չեն, այնինչ անում է Փաշինյանի կառավարությունը ուղիղ թալան է, պնդում է Էդմոն Մարուքյանը, որ նախկինում աշխատել է Փաշինյանի կաբինետում ու նրա հետ քաղաքական ճանապարհ անցել։ Բյուջեի անարդյունավետ ծախսը, ինչը ըստ էության անարդյունավետ ծախս է, բայց արդեն նստածա իրանց բանկային հաշիվների վրա։ Դա նույնպես կոռուպցիա է եւ Transparency International-ի գնահատականով սա քաղաքական կոռուպցիա է, սա թալան է։ Պաշտոնյաների պարգևավճարների ու հավելավճարների թեման լրահոսում եռում է տարեվերջից, երբ հայտնի դարձավ, որ պատգամավորների բանկային հաշիվներին էլ դեկտեմբերին 3 միլիոն դրամ է փոխանցվել։ Երեկ էլ պարզվեց տարեվերջին կառավարությունը պետական համակարգին խրախուսել է պետբյուջեից 3.5 միլիարդ դրամ կամ մոտ 9.2 միլիոն դոլար բաժանելով։ Այս ամենի արդյունքում պետական կառավարման համակարգի աշխատանքը պիտի դառնա եւ դառնում է ավելի արդյունավետ։ Պաշտոնյաների պարգևավճարների կոնկրետ չափը կառավարությունը չի հրապարակում։ Նախարարներից Սրբուհի Գալյանը խոստովանել է, շուրջ 7 միլիոն դրամ է ստացել։ Վարչապետը բացատրում է նաև, թե պետական համակարգում աշխատանքի գրավչությունն են այսպես բարձրացնում, որ լավ մասնագետները գան այստեղ։ Մարդիկ կան, որ այլ տեղերում հաջող կարիերա են անում եւ երբ որ մենք նրանց հրավիրում ենք աշխատանքի, նրանք բերում են շատ բարձ հիմնավորում։ Նրանք ասում են, այո, մենք ուզում ենք մեր պետությանը ծառայել, բայց այս ընթացքում մենք ստանձնել ենք ֆինանսական պարտավորություններ, որը մեր ընթացիկ աշխատանքի հետ լիարժեք, համարժեք եւ համապատասխան է, եւ մենք օբյեկտիվորեն չենք կարող այդ որոշումը ընդունել, այսինքն տեղափոխվել աշխատանքի պետական համակարգում։ Իրանք այդ թեմայով շեղում են իրար մեջ բաժանած փողի թեման։ Սա բացարձակապես մասնագետների մասին չի։ Որևէ մեկը դեմ չէ, որ ներքին օղակների, լավ մասնագետների աշխատավարձը բարձրանա։ Խոսքը վերին օղակի, քաղաքական պաշտոնյաների մասին է։ Իմ գնահատականն այն է, որ իրենք պրոֆեսիոնալների աշխատավարձերը չեն բարձրացրել, այլ իրենք ուղղակի 3.5 միլիարդ դրամ բաժանել են իրար մեջ։ Փաշինյանը ինքը իրա եւ իր ընկերների, իր թիմակիցների, տեսեք, բոլորը քաղաքական պաշտոնյաներ են։ Նախարար, փոխնախարար, վարչության պետեր, դրանք բոլորը քաղաքական հայեցողական պաշտոններ են։ Մարդը 18,000-ից 20,000 դոլար մինչեւ 6,000 դոլար փող են բաժանել 7,000։ Ամենակարևորը ես կարծում եմ, որ այս մոտեցումը չի համապատասխանում հանրային արդարության սկզբունքին եւ առաջացնում է որոշակի խնդիրներ կապված պետական համակարգի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության բարձրացման ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանի բացատրությունները չեն համոզել նաեւ քաղաքացիական հասարակությանը։ Շռայլ պարգևավճարները քաղաքական կոռուպցիա է որակել
քննարկել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետ Վարուժան Հոկտանյանը։ Նրա գնահատմամբ այդ գումարը բաժանվել է նախընտրական տարում պաշտոնյաների լոյալությունն ու իշխանության օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի համար էլ հիմնավոր չեն կառավարության ղեկավարի պարզաբանումները։ Վարչապետը ուզում է ասել 1000 մի դարդ ունենք, 1000 մի ցավ ունենք եւ այդ ցավերը փակելու համար մենք պարգևավճարներ ենք ստանում եւ դա ամենահեշտ միջոցն է այդ բացերը փակելու համար։ Նիկոլ Փաշինյանի բացատրություններից մեկն էլ այն է, թե պարգևավճարով մասնագիտական որակը բարձրացնելու հարց են լուծում, ինքնակրթվում են, վերապատրաստվում։ Իսկ ով է ստուգում, ով ինչպես է այդ գումարը ծախսում։ Նույն Փաշինյանը որտեղ է շարունակում կրթվել, հարցնում է իրավապաշտպանը։ Նույն ինքը վարչապետը շարունակական կրթությամբ այս պահին չի զբաղվում որևէ բուհում, որևէ տեղ ֆինանսական միջոց չի ներդնում, որպեսզի շարունակի սովորել։ Իրավապաշտպան Հովհաննիսյանը այս միլիարդների մասին դեռ տրամաբանական բացատրություն չի լսել, իսկ արդարացումներից համոզվել է Փաշինյանի կառավարության համար էլ իշխանությունը հնարավորություն է պետական միջոցների ամենամեծ կտորին հասնելու համար։